Գավառ քաղաքում ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ ասֆալտապատ փողոցների փոսալցումներին հաջորդել են գծանշման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են Գավառ համայնքի 2020 թվականի բյուջեի միջոցներով։ Այս նպատակով հատկացվել է շուրջ 3 միլիոն 500 հազար դրամ։ Հետիոտներն ու վարորդները վստահ են, որ գծանշումները ձևավորում են անվտանգ երթևեկության մշակույթ եւ միաժամանակ գեղեցիկ տեսք հաղորդում քաղաքին։ Սովորում են հարմարությանը, որպեսզի իմանան որտեղով ասնեն, որտեղով պատահի չհասնեն ճանապարհը, համ վարորդներին չխանգարեն, համ էլ կանոններով լինի։ Ցույց են տալու, թե կարելի է կոյնել, չի կարելի, պեշեխոդին բաց ուղղել, չթողել։ Շատ է կարևոր ժողովրդի անցման համար պետք է զիջենք, որ Իսկ վարորդների համար ինչ կարևորություն ունի։ հանգիստ քշեն։ Գծանշումները ժողովուրդ չգնան մեքենայի տակ։ Նորմալ երթևեկությունը։ Եթե նայում ես գոնե քաղաքի վիդել է գալիս այս գծանշումները, առանց գծանշումի դե հարմար չի վարորդներին էլ, հետիոտն էլ։ Նոր երկու փողոց անցել ենք ու հենց հետիոտնի համար նախատեսված վայրով ենք անցել։ Ճիշտն ասած առաջ այդքան էլ ուշադիր չէի, բայց հետո հասկացա, որ դա առաջին հերթին իմ անվտանգությունից է բխում։ Եթե չլինի, ոչ էլ կարաս բացատրես, թե այս դեղին գծերն ասենք ինչ համար է։ Կա մարդը 1-2 արդեն հասկանում են, որ դրա վրա է մարդը քայլում են, պետքա կանգնի զիջի։ Եթե չլինի, ինչին զիջեն։ Գծանշման աշխատանքներն իրականացնում է Նաիրի Թորոսյան անհատ ձեռներեցը։ Ինչպես տեղեկանում ենք Գավառի համայնքապետարանից, առաջիկայում քաղաքում կտեղադրվեն նաև ճանապարհային երթևեկության կանոնակարգման նշաններ։ Լուսաբանումն իրականացնում է Գեղարեք կրթամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը։ Երիտասարդական տեղական ինքնակառավարում ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհով։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Սալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։